Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ներսիսյան, Հայաստան էր ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը եւ 3 հրապարակվեց վերջինիս հետ հանդիպումից դրվագներ, այդ թվում նաեւ զենքերն ու զինատեսակները, որոնք վերջին տարիներին Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանից։ Գիտեք, որ այդ մասին պարբերաբար հատկապես հնդկական մամուլում ամենատարբեր տեղեկություններ էին հայտնվում, սակայն հայկական մամուլը այդ իմաստով ավելի զուսպ էր։ Ինչ է կարծում, ինչի մասին էր հնդիկ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան եւ նաեւ այդ զենքերի ցուցադրությունը, ինչ ժեստ էր դա, եթե կարելի է այդպես ասել, եւ ինչու հիմա։ Ինձ թվում է, որ ցուցադրությունը պետք էր անել այն պատճառով, որ այն զինատեսակները, որը ցույց տվեցին, գրեթե ոչ մեկ արդեն չէր հարցականի տակ դնում, որ դա գնվել է, որտեղ այնքան քանակի է դրա մասին գրվել, ասվել եւ կիսա ես կասեի օֆիցիալ ձևով նաև երբ որ հնդկական ընկերությունների ներկայացուցիչներն էին դրա մասին խոսում, ասեն կարող է պետության անունը առանց տալու, բայց շատ ակնհայտ էր այդ ամեն ինչը եւ այդ իմաստով ոչ մի իմաստ ինձ թվում է չէր մնացել ցույց չտալ եւ ինչ որ իմաստով դա ճիշտ է, որ գոնե մի մասը նրա ինչ որ Հայաստանը գնում է բնակչությունը իմանա դրա մասին երկրի որովհետև վերջը վերջով դա մեր բոլորի վճարվող հարկերից է գնվում եւ բացի դրանից երևի կարելի է նշել որ մի քիչ ավելի հանգիստ իրավիճակը Ադրբեջանի հետ հարաբերություններում թույլ է տալիս դա անել ավելի քիչ ոնց որ մտահոգություններ կային կարծում եմ քան օրինակ 1 տարի առաջ երբ որ այս ամեն ինչը չէր ցուցադրվել, բայց Ադրբեջանի կողմից օֆիցիալ մակարդակով շատ կոշտ հայտարարություններ էին Հայաստանի վերազինման պահով հնչում։ Հիմա ինչու չկան նման հայտարարություններ, պարոն Ներսիսյան, ինչ կարելի է ենթադրել, պարզապես Ադրբեջանն է ավելի հաշտ իրավիճակի հետ, թե Հայաստանն է սկսել քիչ զենք ձեռք բերել։ Այսինքն զենքի գնումները Ինձ թվում է, որ առաջի հերթին ստեղ ինչ որ կարելի է ասել վերևից իրանց մեդիային ասել են շատ Հայաստանի մասին վատ բաներ չխոսալ, կարծում եմ, որ որովհետև այնտեղ այդ ամեն ինչը բավականին ուժեղ պետական կառավարման տակ է գտնվում բոլոր լրատվամիջոցները եւ երևի կարծում եմ ասվել է, որ շատ նեգատիվ Հայաստանի հասցեին չխոսել նաև կարծում եմ, որ այս խաղաղության process-ի հետ կապված։ Պարոն Ներսիսյան, գիտեք, որ որքան էլ ադրբեջանական մեդիան կամ ադրբեջանական կողմը դրան հաճախ չի անդրադառնում վերջին շրջանում, բայց ներհայաստանյան որոշ շրջանակներ, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, որքան էլ որ տարօրինակ է, երբեմն նույն բանակի եւ ռազմատեխնիկայի այս զինվելու թեման քաղաքականացնում է, արտաքին պարտքի հետ կապված պարբերաբար մեղադրանքներ են հնչում, ինչին վարչապետը հակադարձում է, որ զենք է գնվել այդ գումարով։ Հիմա ինչպես հասկանալ, ճիշտ է արդյոք հրապարակելը, թե ոչ, նաև ամբողջ զինանոցի պարունակությունը։ Ամբողջ զինանոցի պարունակությունը ինձ թվում է պետք չէ հրապարակել, բայց այն ինչը որ գոնե արդեն հայտնի է եւ մեդիայում հնչել են տարբեր ձայներ դրա մասին, օրինակ, չգիտեմ, Սեզարը ֆրանսիական թնդանոթները դրա մասին օֆիցիալ հայտարարություններ են ֆրանսիական եւ հայկական եղել, օրինակ դա էլ կարելի է ցուցադրել նաեւ ուրիշ զինատեսակներ ահագին կարելի է ցուցադրել որոշ զենք ու զինամթերք իմ կարծիքով տարբեր պատճառներով գաղտնիության հետ կապված կամ քաղաքական պատճառներով ցույց տալ պետք չէ կամ հիմա պետք չէ, բայց ինչ-որ adekvat տրանսպարենտության մակարդակ պետք է ունենալ եւ ավելի բաց լինել, քան եղել ենք։ Եթե քաղաքականացնելու մասին խոսենք, այստեղ ցավոք Հայաստանում այս թեման բանակի միշտ քաղաքականացվել է, կարծում եմ բոլոր կողմերից,
կողմերից եւ ունենք ինչ ունենք, բայց լավ կլինի, որ այդ գոնե այդ մի թեման լինի մի քիչ ավելի, ասած ասած, ավելի ինչ որ adekvat քննարկումների մի ոլորտ։ Կրիտիկա կարող է լինել, բայց ոչ այդքան բևեռացված քաղաքական sense ասենք։ Եվ պարոն Ներսիսյան, արդյոք կարող ենք համարել, որ հայկական բանակը այսօր զինվում է 5-րդ սերնդի զինատեսակներով, նաև քիչ չեն այդ իմաստով մեղադրանքները, որ երբեմն արևմուտքից Հայաստանը զենք է ձեռք բերում, ինչու՞ չէ նաև Հնդկաստանից, տարբեր երկրներից, որոնց կիրառությունը չգիտի, այսինքն զինվորը չգիտի, թե դա ինչպես է կիրառելու։ Ինչ է կարծում, մեր զինվորները կամ բանակը արդեն ադապտացել է այդ զինատեսակներին եւ արդեն սովորել է։ Եկեք 5-րդ սերունդի զենք տենց չկոչենք, որովհետև տենց կլասիֆիկացիա ճիշտ ասած չկա։ Կա 5-րդ սերունդի կործանիչներ, օրինակի համար կան 3-րդ սերունդի հակատանկային հրթիռներ եւ կան զինատեսակներ, որտեղ որևէ սերունդների մասին խոսք չի գնում, նոր զենքեր են գնվում, սենց կարելի է ասել։ Որոշ դեպքերում աշխարհում ամենալավերը, օրինակ գիտե Սեզարի մասին է խոսք գնում, դա 100%-ով կարելի է ասել, որ top 3 ինքնագնաց թնդանոթներից մեկն է աշխարհում։ Կիրառելու մասին ենք ասում, բնականաբար դա process է, որ նոր զինատեսակներից օգտվել սովորեն։ Չեմ կարծում, որ դա հնարավոր չէ, ես ավելին կասեմ պայմանական Սեզարից օգտվելը, եթե դրան adekvat մոտոնել, շատ ավելի հարմար է, քան ասենք, չգիտեմ, ակացիա տեսակի թնդանոթից սովետական 152 մմ-անոց, որտեղ որևէ ավտոմատիզացիա կամ թվային հաշվարկներ չեն կատարվում, իսկ այստեղ ահագին հարմար է ավելի այդ ամեն ինչը։ Այո, փչացնելու բան էլ պայմանական ավելի շատ կա, բայց եթե ամեն ինչ անելն են ոնց որ սովորացրել են Ֆրանսիայում, չեմ կարծում, որ դա խնդիր է։ Իսկ այդ հնարավորությունը ունեն մեր զինվորականները, այսինքն Ֆրանսիայում սովորել եւ կամ այդ համագործակցությունը կա։ Բնականաբար կա եւ ես ավելին ասեմ, որևէ զենք գնելուց գրեթե միշտ դրա հետ գալիս է ինչ-որ կրթական կոմպոնենտ, որովհետեւ այլ ձևի դա չի լինի կիրառել, ոչ էլ այն պետությունները եւ ընկերությունները նաեւ որ վաճառում են այդ զենքը կհամաձայնվեն առանց որևէ կրթական կոմպոնենտի վաճառել այդ զենքը, որովհետեւ հետո մեծ քանակի խնդիրներ են լինելու եւ խնդիրները իրանց, եթե դից կարելի է ոչ ֆորմալ ասել, իրանց գլխին են ջարդվելու վերջում։ Այդ խնդիրները իրենք պետք է նաեւ լուծեն, իրենց ապրանքի մասին վատ կարծիք է ձևավորվելու եւ այստեղ կարելի է ասել, որ ամեն ինչ Հայաստանը գնում է, ամեն ինչի հետ գալիս են նաեւ հաթեթով կրթական էլեմենտները։ Եվ պարոն Ներսիսյան, վստահ եմ դուք էլ լսած կլինեք այդ համեմատականները, երբ օրինակ երկրորդ նախագահն էլ մի առիթով ասել էր, որ նույն պատերազմը 44-օրյա ցույց տվեց, որ խորհրդային զենքերը, այսպես ասած, ավելի դիմացկուն են։ 80-ականների զենքերի մասին էր խոսքը, խորհրդային բանակի մասին էր նաև խոսում, այդ մոդելի մասին։ Ինչ է կարծում, այդտեղ կա ճշմարտության հատիկ, թե իսկապես աշխարհը զարգանում է եւ նաև զինտեխնիկան է զարգանում։ Շատ փոքր ճշմարտություն դրա մեջ կա, այն իմաստով, որ այո, ասենք, չգիտեմ, կարելի է պատկերացնել, որ հիշեք ձեր հին, ասենք, բջջային հեռախոսները 2000-ական թվերի, իրանք ավելի, ասենք, չգիտեմ, պրիմիտիվ էին ու ավելի քիչ փչանալու բան են չկա պատկերացնենք, բայց իրենց չի կարելի համեմատել ֆունկցիոնալով իրար հետ նաև մի քիչ հեռու օրինակ բերեցի, բայց լոգիկան մոտավորապես նույնն է։ Հիմա այո, եթե ասենք ահագին էլեկտրոնիկա կա զինատեսակի մեջ նոր, հիմա ավելի շատ խնդրահարույց նաև կոմպոնենտներ են դրանք, բայց դա չի նշանակում, որ դրա հետ աշխատել չի կարելի եւ պետք է ասել, որ օրինակ կարող է 10 անգամ ավելի բարձր էֆեկտիվություն է զենք ունենալ։
ժամանակ։ Պետք է մի քիչ ավելի երևի զգուշ վերաբերվել այդ զինատեսակների հետ, ավելի խորը հասկանալ, թե ինչ ձևի է դա կիրառվում եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Ոնց սովորացնել են, հենց էլ օգտագործել։ Այո, եթե գնալ նույն ձևի վարվել հետը ոնց որ վարվում ես, չգիտեմ, 49 թվի թնդանոթի հետ սովետական կարող է խնդիրներ լինեն, բնականաբար, բայց դա չի նշանակում, որ 49 թվի թնդանոթը ավելի լավ ֆունկցիոնալ ունի, քան 2022 թվականի կամ 25 թվականի։ Պարոն Ներսիսյան, այնուամենայնիվ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի այցը Հայաստան ինչի մասին էր խոսում։ Նոր համագործակցության մակարդակի մասին էր խոսում, թե դա նաև ազդակ էր ինչ-որ իմաստով մեր հարևաններին։ Ինձ թվում է, որ առաջի հերթին դա ցույց էր տալիս ինչ բարձր մակարդակի են հայ-հնդկական հարաբերությունները հենց ռազմական ոլորտում, որովհետև Հայաստանը այս պահին ամենամեծ գնորդն է հնդկական զենքի ու զինամթերքի եւ Հայաստանի համար է դա կարեւոր եւ Հնդկաստանի համար է դա կարեւոր, դրա համար էլ կան այս հանդիպումները ամենաբարձր մակարդակում։ Հիշեցնեմ, որ մեր պատվիրակություններն էլ բարձր մակարդակի հանդիպումները ունեցել են Հնդկաստանում եւ կարելի է 100%-ով ասել, որ լինելու են էլի sense հանդիպումներ։ Քննարկվում է, կարծում եմ, տարբեր հարցեր, զարգացնել այն ինչը որ կա, խնդիրները լուծել, որոնք չեն կարող չլինել, միշտ էլ խնդիրներ են լինում ամեն ինչում եւ աշխատել դեպի ավելի խորը հարաբերություններ ունեն։ Եվ Միացյալ Նահանգների փոխնախագահը JD Vance-ը այսօր գալիս է Հայաստան, ընդհանուր առմամբ պարոն Ներսիսյան, ինչի մասին է այս այցը, ինչ զարգացումների սպասել, թե Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերություններում եւ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ Պետք է նշել, որ առաջի այցն է այս մակարդակի Հայաստան, մինչև այդ պետքարտուղարն է եղել ամենաբարձր ամերիկյան պաշտոնյան, որ Հայաստան է այցելել եւ այս դեպքում նաեւ կան ոնց որ թե բավականին հետաքրքիր փաստաթղթեր, որ կարող է ստորագրվեն եւ դա կարծում եմ այսօր կհաստատվի փաստաթղթեր ատոմային էներգետիկայի, միջուկային էներգիայի շուրջ, տարբեր կիսահաղորդիչների շուրջ եւ նաեւ կարծում եմ, որ կարող է TRIP-ի շուրջ ինչ-որ նոր պայմանավորվածություններ լինեն, ցույց է տալիս, որ ահագին աճել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև քննարկվող համագործակցության թեմաները եւ զարգացող թեմաները, որը կարծում եմ բավականին կարեւոր է եւ դրա համար էլ ունենք այս բարձրաստիճան այցը։ Եվ ինչ սպասել նաև Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության գործընթացում, հատկապես հարցս նրա մասին է, որ որքան էլ մենք տեսնում ենք, որ թեկուզ ադրբեջանական կողմից հռետորաբանություն է փոխվել, բայց այնուամենայնիվ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առումով շտապողականություն կարծես թե չկա, հակառակը նոր նախապայմաններ են, այդպես արեստածին նախապայմաններ են առաջ քաշվում։ JD Vance-ի այցը նոր նախապայմանը ո՞րն է։ Սահմանադրության հետ կապված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ, պարբերաբար հիմա կարծես թե ինչ-որ սպասողական վիճակ է խորհրդարանական ընտրությունների հետ կապված ու այսպես շարունակ։ Եվ հետո մենք տեսանք, որ Աբու Դաբիում մի կողմից Զայեդ մրցանակի արժանացան թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը եւ խոսվեց խաղաղության մասին, որ խաղաղությունը արդեն կա, երկու հասարակությունները դրա շահառուն են, բայց հաջորդ օրը մենք տեսանք այդ դատավարությունը, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասին ցմա դատապարտեցին, մի մասին 15-16 տարով, ինչպես հասկանալ սա։ Դե կարծում եմ ինչքան էլ process-ը առաջ է շարժվում, Ադրբեջանը մեկը փորձում է նաև այդ ուժային ինչ-որ ճնշման էլեմենտը մեկը պահպանել, ինչ-որ չափով եւ արևմտյան Ադրբեջանի նարատիվները հենց դրա մասին են։ Եթե խոսքը գնում է սահմանադրության փոփոխությունների մասին, դա նոր նախապայման չէ եւ բավականին երկար ժամանակ սեղանին է,
եւ դա նախապայման է, որը գրեթե անհնար ոչ մի բան չի լինում, բայց շատ դժվար է հայկական կողմին որևէ կոնկրետ գործողություն տեղ անել։ Հիմա հարցը մենակ կլինի Ադրբեջանը ինչ-որ մի պահ կփոխի իր դիրքորոշումը թե ոչ, եւ դա կախված կլինի նաեւ ինձ թվում է արտաքին ճնշման հետ կապված տնտեսական ծրագրերի հետ կապված դա կարող է փոխվել մեկ օրվա մեջ, եթե իրանք որոշեն, որովհետեւ լեգալ առումով որևէ խնդիր ստեղ չկա իրենց համար։ Այսինքն, եթե Ադրբեջանը այդ կամքը ունենա եւ պատրաստակամությունը, հանգիստ կարող է աչք փակել այդ իր թելադրած պայմանների վրա եւ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ինչ որ ձևական եւ պայմանական լուծում գտնել դրան առանց սահմանադրության փոփոխության, ամեն ինչ էլ կարելի է անել, կարծում եմ հատկապես պետությունում, որտեղ մի հոգի է ամեն ինչ որոշում եւ որևէ մեկի կարծիքը կարեւոր չէ։ Եվ ակնկալել, որ օրենքն էլ նենց է, ոնց ինքը ուզում է։ Դրա համար այստեղ կարծում եմ, որ մեկը մեծ մասամբ իրանց ճաշտում է գտնվում այն հիմա։ Եվ Վենսի այցից այդ իմաստով ակնկալել որևէ առաջ խաղացում դրական դինամիկա նկատի ունեն, որ Ադրբեջանը որոշակիորեն ավելի կառուցողական կդառնա։ TRIP-ի պրոյեկտի առաջ գնացումները ինչ որ չափով կարող են, կարծում եմ, ճնշումը ավելացնել Ադրբեջանի վրա, նաև այն հանդիպումը, որ իրենք կունենան վաղը չեմ ուսոր, եթե ճիշտ եմ հիշում, եւ այդտեղ էլ կարող է ինչ որ փոփոխություններ լինեն, չեմ կարծում, որ հենց միանգամից, բայց կարելի է պատկերացնել, որ այդ ճանապարհով էլ կարող է իրավիճակը շարժվել, որ մի քիչ այդ հարցում իրենց դիրքորոշումը փափկացնեն։ Եվ պարոն Ներսիսյան, փորձեմ ամփոփել, հասկանանք նաև ռուսական կողմի դիրքորոշումը, որովհետև վերջին շրջանում հատկապես տեսնում ենք Ռուսաստանից գրեթե ամենօրյա ռեժիմով ինչպիսի հայտարարություններ են հնչում Արևմուտքի, Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերության այսպես կործանարար լինելու մասին, իրենք զգուշացնում են Արևմուտքի չարամիտ նպատակների մասին եւ զուգահեռ խոսվում է այդ մասին նաև հայտարարեց Զախարովան, խոսվում է TRIP-ին մասնակցություն ունենալու մասին եւ ատոմակայանի մասով է այսպես պարբերաբար հայտարարություններ հնչում, հատկապես Վենսի այցին ընթառաջ։ Ինչպես հասկանալ Ռուսաստանից եկող այս հայտարարությունները եւ արդյոք Ռուսաստանը որևէ կերպ կարող է խոչընդոտել այս գործողություններին, թե պարզապես հիմա այսպես հայտարարությունների դաշտում փորձում է ցույց տալ, որ ինքը դեռ առկա է, կա տարածաշրջանում եւ ուզում է իր տեղն ունենալ։ Կարծում եմ, որ հայտարարությունների մակարդակը շատ ավելի կոշտ կարող էր լինել, եթե ԱՄՆ-ում հիմա նախագահ չլիներ Դոնալդ Թրամփը, ինչ իմաստով, որ իրենք փորձում են հետը շատ չփչացնել հարաբերությունները, մեծ մասամբ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված process-ների շրջանակներում, եւ միշտ հիմա կարելի է նկատել, որ ԵՄ-ի հասցեին եւ ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության հասցեին շատ ավելի կոշտ դիրքորոշում ունեն, քան հայ-ամերիկյանի, որտեղ մի քիչ ավելի դիպլոմատիկ են փորձում լինել։ Բնականաբար ոչ մեկ Մոսկվայում չի ուրախանում նրան, որ ատոմակայանը կարող է ամերիկյան լինի, նոր ատոմակայան Հայաստանում։ Եվ TRIP-ի հետ էլ կապված ես ճիշտ ասած տենց մասնակցություն չեմ էլ կարող պատկերացնել, որովհետև դա հայ-ամերիկյան ընկերություն է զբաղվելու TRIP-ով, ոնց պայմանավորվածությունը տենց է, ես չեմ կարող պատկերացնել, որ այդտեղ որևէ ուրիշ երկիր մասնակցի ուղիղ։ Պարբերաբար հիշեցնում եմ, որ դա ռուս զինվորականների, ռուս սահմանապահների ազդեցության գոտին է, այդտեղ չի կարող Ռուսաստանը մասնակցություն չունենալ։ Դա կվերջանա նրանով, որ ոնց որ նախկին մի քանի իրավիճակից հետո այդ մասերին ռուս սահմանապահ էլ չի լինի։ Կարծում եմ, որ տենց է վերջանալու ճիշտ ասած։ Այսինքն, եթե TRIP-ը կյանքի կոչվի, ռուս սահմանապահները այդ հատվածից դուրս կբերվեն։ Ես տենց եմ, ամենայն հավանականությամբ կարծում եմ։
Եվ նաև Վենսի այցելությունով կարող ենք ասել, որ աշխարհաքաղաքականության իմաստով Հարավային Կովկասում բան է փոխվում։ Եկեք այս հարցին ինձ թվում է պետք է պատասխանել այդ այցերը, երբ որ վերջանան, եւ մենք տեսնենք իսկականից ինչ փաստաթղթեր են ստորագրվել, ինչ պայմանավորվածություններ են եղել, բայց այդ փոփոխությունները Հարավային Կովկասում ինձ թվում է արդեն ընթացքի մեջ են, ահագին ժամանակ է եւ դա ոնց որ ինչ-որ շարժ է, որը ամենօրյա ռեժիմով գնում է։ Եվ պարոն Ներսիսյան, քանի որ այս ընթացքում շատ է նաև շահարկվել, որ թրիփը փակուղի է Հայաստանի համար, անվտանգային ռիսկեր է ստեղծում, ես ճիշտ եմ հասկանում, ձեր մեկնաբանությունն է նաև հետաքրքիր, որ հակառակը թրիփը կարող է անվտանգային ռիսկերը նվազեցնել եւ այս ամենը նրա մասին է, որ պատերազմի ռիսկն է գնալով նվազում։ Դուք կիսում եք այդ կարծիքը, այսինքն որ կարծիքն եք կիսում։ Այս պահին պատերազմի ռիսկերը նվազած են եւ մենք դա այս վերջի տարին տեսել ենք նաեւ հայտարարություններից, նաեւ նրանից, որ սահմանում ակտիվություն ռազմական գրեթե չկա եւ այդ իմաստով այո կար ստաբիլիզացնող դեր, բայց ոչ միայն թրիփի պատճառով, բայց նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո նույն ժամանակ պետք է նշել, որ այն կոնֆիգուրացիայում, երբ որ Հայաստանը այդ ճանապարհի տերն է, եթե կարելի է այդպես ասել, Հայաստանի տարածքն է դա համարվում եւ Հայաստանի բոլոր ուժային կառույցները իրավունք ունեն այնտեղ գործել, բարձր շատ ռիսկեր չկան կապված թրիփի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Կհանդիպենք։